ժամ, իսկ արևի շուրջ 1 տարի, 364 կամ 365 օր։ Գյումրիում գործող Wonderkid ակադեմիայի փոքրիկ աստղագետներն են։ 7-ից 8 տարեկան երեխաներն այստեղ աստղերի, մոլորակների ու տիեզերքի մասին արդեն տպավորիչ գիտելիքներ ունեն։ Մոլորակների հերթականությունը։ Այո։ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն։ Գիտեմ, որ ամենամեծ մոլորակը Յուպիտերն է, իսկ ամենափոքրը Մերկուրին։ Ամենաշոգը Վեներան, ամենացուրտը Նեպտունը։ Մեզ միշտ կթվար լուսինը եւ արևը գելնին նույն տեղից, բայց նրանք տարբեր տեղերից են ելնում։ Կա մենակ մի քանի օր, որտեղ նրանք նույն դիշկից են ելնում։ Օրինակ, որ մենք ուսումնասիրել էինք երկինքը, Ստելարիում ծրագրով էինք ուսումնասիրել, որպեսզի տեսնեինք երկինքը, ու մենք նայել ենք, որտեղ ինչ համաստեղություն կա, ու փորձել ենք նմանացնենք աստղերով, ես նմանացրել եմ, գտել եմ այս համաստեղությունները։ Հայաստանյան դպրոցներում ժամանակին աստղագիտություն առարկան դասավանդում էին բարձր դասարաններում, հիմա միայն մի քանի դասաժամ է հատկացված։ Փաստացի աստղագիտությամբ հետաքրքրված երեխաներն ավելի լուրջ գիտելիքներ պետք է ստանան դպրոցից դուրս։ 10-ամյա Իսահակը, օրինակ, որ 6 տարեկանից է սկսել հետաքրքրվել աստղագիտությամբ, ուզում է գիտնական դառնալ ու տիեզերքն ուսումնասիրել։ Մի քանի բան եմ ուզում ես բացահայտել, բայց օրինակ անվերջը տիեզերքը, թե ինչպես են մոլորակները եւ աստղերը առաջանում, բայց ես սկզբում պետք է գնամ մեկ ուղղությամբ նոր անցնեմ մյուսներին։ Առաջինը ես ուզում եմ սկսեմ աստղերից, շատ հետաքրքիր է դա։ Ոմանք էլ երազում են տիեզերագնաց դառնալ ու այլ մոլորակներ հասնել, մոլորակների ընտրության հարցում էլ ամեն մեկն իր նախընտրածն ունի։ Տիեզերագնաց։ Նեպտուն մոլորակը, որտև այնտեղ որտև ինքը ամենապաղ մոլորակն է։ Ես շատ կուզենայի Մարսեր կամ էլ Վեներա։ Wonderkid ակադեմիայում բացված աստղագիտության սենյակ լաբորատորիան առաջիններից մեկն է Հայաստանում։ Սկզբում ռոբոտաշինություն, հետո ծրագրավորում, հիմա արդեն աստղագիտությունն են ուսումնասիրում կենտրոն հաճախող երեխաները։ Բայց կենտրոնի հիմնադիրները նախ մի խնդիր պիտի լուծեին՝ դասավանդողներ չկային։ Ուսուցիչների վերապատրաստմանն օգնեց Բյուրականի աստղադիտարանը, հետո միջազգային ծրագրով վերապատրաստում անցան, պատմեց կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը։ Մենք մեր միջազգային վերապատրաստումները անցել ենք ՆԱՍԵ ծրագրի շնորհիվ, որը համաշխարհային ուսուցիչների վերապատրաստման ծրագիր է դպրոցներում աստղագիտություն դասավանդելու համար։ Իրենց հետ կապ հաստատել ենք Բյուրականի աստղադիտարանի միջոցով ու իրենք եւս մեզ շատ ընդառաջել են ու կարողացել ենք միասին համ մրցույթների մասնակցել, համ վերապատրաստումները իրականացնել։ Այս պահին շատ սերտ համագործակցում ենք իրենց հետ, իրենք գտնվում են Բրազիլիայում։ Թեև 1.5 տարի է այս կենտրոնում աստղերն են ուսումնասիրում, բայց անհրաժեշտ սարքավորումներով կահավորված սենյակը միայն օրեր առաջ բացվեց։ Սարքերը բավականին թանկ են, 2 մասնավոր բանկերի հայտարարած կրթական ծրագրին են մասնակցել ու շահել։ Կոնկրետ աստղագիտության վերաբերյալ սարքավորումներով այս լաբորատորիան ես մասնակցել էի CI Social Impact Award ծրագրին, որը մրցույթային ծրագիր է, սոցիալական ներդրումներ իրականացնող ծրագրերի մրցույթ է։ Այդ մրցույթին մասնակցել են 10-ից ավել ծրագրեր ու աստղագիտությունը բոլորի համար ծրագիրը, որը ներկայացրել էի Wonderkid ակադեմիայի անունից, հաղթող ճանաչվեց ու կարողացանք ձեռք բերել սարքավորումները, որոնք այս պահին երեխեքին օգնելու են ապագայում ՆԱՍԵ-ի մրցույթին մասնակցել։ Գյումրիում գործող այս կենտրոն 150 երեխա է հաճախում։